Հանուն Հոր և Որդվո և Հոգվույն Սրբո, ամեն։ Եվ երբ Հիսուս իմացավ, որ գալու են իրեն բռնի կերպով թագավոր դարձնեն, միայնակ դեպի լեռը գնաց։ Այս տողով է սկսում այսօրվա պատարագի ավետարանական ընթերցանությունը, որը ներկայացնում է մի շատ կարևոր դրվագ Հիսուսի կյանքից, երբ որ հացի բազմացման հրաշքից հետո ժողովուրդը մեծ ոգևորությամբ որոշում է կայացնում առանց Տիրոջ կամքը հարցնելու, որպեսզի գնան եւ նրան հափշտակեն, ինչպես ասում է Սուրբ Գիրքը, եւ դարձնեն թագավոր։ Եվ Տերը միայնակ փախչում է, գնում է մի լեռ, առանձնանում է աղոթքի մեջ, որպեսզի չկատարվի այդ մարդկაც այդ ամբողջի կարգը։ Եվ առաքյալները ստիպված են լինում այդ պահը անցկացնել առանց Տիրոջ ներկայության, նավակով գնում են դեպի Կափառնայում, լճի հակառակ կողմը, եւ տեղի է ունենում փոթորիկ, մեծ ալեկոծություն, եւ վախի սարսափի մեջ առաքյալները նշմարում են ջրերի վրայով քայլող մի կերպար եւ այլ ավելի շատ են վախենում։ Սակայն երբ որ այդ պատկերը մոտենում է նավակին, հասկանում են, որ դա Տերն է, Հիսուսն է, որը քայլում է ջրերի վրայով։ Եվ ասում է նրան շատ պարզ մի խոսք. ես եմ, մի վախեցեք։ Եվ իսկույն դադարում է փոթորիկը եւ իրեն բարեհաջող հասնում են դեպի խաղաղ նավահանգիստը։ Եվ այս կարճ ընթերցման մեջ ավետարանիչը շատ կարևոր պատգամներ է ներդնում, որ մենք այսօր պիտի դուրս հանենք ավետարանական ճշմարտությունից եւ կարողանանք բերել մեր կյանք կիրառելու համար այն մեր քրիստոնեական կյանքում սիրելիներս։ Առաջինը այն է, որ մարդիկ ուզում են դարձնել կամ սարքել Հիսուսին թագավոր։ Եվ Տերը այդ նախաձեռնությունը չի միանում, որովհետև այստեղ շատ մեծ եւ կարևոր սխալ կար իրենց կողմից, որը դարեր շարունակ տարբեր մարդիկ կրկնում են։ Դարեր շարունակ ժողովուրդների թագավորները, իշխանները, առաջնորդները, նախագահները փորձում են օգտագործել Տիրոջ կերպար եւ հեղինակությունը իրենց իսկ շահերի համար, ինչը չի հաջողվում եւ երբեք չի հաջողվելու։ Իրենք պիտի ոչ թե իրեն սարքեին թագավոր, այլ պիտի ճանաչեին իր մեջ թագավորական այդ մեծ սորությունը, որ նա ուներ։ Սակայն իրենք բնականաբար մարմնավոր աչքերով նայելով, հասկանալով, որ այդ մարդը կարող է հաց բազմացնել, հրաշք գործել, մեծ բաներ անել, այդ հացի հետևից գնալով կամեցել են դարձնել իրան արքա։ Եվ Տերը ուղղակիորեն փախչում է, ինչպես բոլոր այն պատմական դեպքերում, երբ որ փորձել են օգտագործել Քրիստոսին, քրիստոնեությունը, եկեղեցին այս կամ այն քաղաքական շահերի համար, Տերը փախչում է այդ նախաձեռնությունից։ Ինքը այնտեղ չէ, որովհետև Տիրոջ թագավորությունը այս աշխարհից չէ եւ մենք չենք կարող միախառնել այն կառավարական տարբեր տեսակի մեթոդներին, որ մարդիկ մշտապես փորձել են օգտագործել։ Տիրոջ թագավորությունը ամենից մեծն է եւ ամենից կարևորն է։ Եվ նա իսկապես թագավոր է։ Եվ նա այդ թագավոր լինելու հանգամանքը ցույց է տալիս առաքյալներին ջրերի վրա քայլելով։ Այդ պատկերը մենք առաջին անգամ տեսնում ենք Ծննդոց գրքում, երբ որ արարչագործության ժամանակ թոհուբոհ էր, քաոս էր ամենտեղ, եւ Աստծո հոգին շրջում էր ջրերի վրայով, եւ դրանով երևում էր Աստծո ստեղծագործելու ունակությունը, եւ կարծես թե այդ պատկերը կրկնվում է այլևս Քրիստոս, որ Աստծո որդին է, որը կատարյալ Աստված է, քայլում է ջրերի վրայով, ցույց տալով իր թագավորության բնույթը, որ նա բնության Տերն է եւ մարդկանց Տերն է։ Եվ ըստ երևույթին մեր իրականությունը, որտեղ որ մենք ապրում ենք, այլ բան չէ, քան մի կողմից աշխարհի քաոսը, թոհուբոհը, ինչպես նկարագրվում է Սուրբ գրքում, որտեղ ամեն ինչ խառնաշփոթ է, որտեղ ամեն ինչ իր տեղում չէ, ամեն ինչ սխալ է եւ խեղաչուրված։
Եվ մյուս կողմից կա Տերը, Աստված, ով որ իր թագավորությունն է ստեղծում, հիմնում։ Եվ դա թե մեկ անգամ եղել է ծննդոց պատմության մեջ, դա պարբերաբար շարունակվող հոգևոր իրականություն է։ Տերը թագավորն է եւ իր թագավորությունն է, որ կիսում է մեզ հետ, որը չի տեղավորվում այս աշխարհի մտածելակերպի եւ արժեհամակարգի մեջ, որովհետեւ այս աշխարհը հակառակն է մտածում եւ ըմբռնում եւ այդ պայքարի եւ հակասության մեջ մեր կյանքն է անցնում, սիրելիներս։ Բոլորս էլ այս աշխարհի թոհուբոհից մի օր տեղափոխվելու ենք Աստծո արքայության իրականության մեջ, եւ եթե այդ Աստծո արքայության բովանդակությունը մեր կյանքի բովանդակությունն է, ապա այդ փոխադրումը այս աշխարհից կլինի շատ ցլացիկ, շատ բնական եւ մեզ համար կպարգևի հավիտյանական երջանկություն։ Եվ Տերը իր ներկայությամբ է, որ մեզ ուղեկցում է այդ թագավորությանը հասնելու ճանապարհին, ասելով, որ ես եմ, մի վախեցեք, մի երկնչեք ոչ մի բանից, որտեղ այն ինչ որ ես եմ տալիս ձեզ, ոչ ոք չի կարող խլել ձեզանից։ Այն ինչ որ իմն է, հավիտենական է, այն ինչ որ այս աշխարհինն է, ժամանակավոր է եւ ջուրությամբ կարող են վերցնել քո ձեռքից։ Աշխարհը տալիս է քեզ ինչ որ բան, որը ըստ երևույթին այդքան էլ քոնը չէ, որտեվ ամեն ինչ որ տալիս է աշխարհը կարող է հաջորդ վայրկյան քեզանից խլել։ Հարստություն, փառք, հաջող ամեն բան, ինչ որ այս աշխարհը տալիս է, այն խլում է ջուրությամբ, այն ինչ որ Քրիստոս տալիս է մեզ, ոչ ոք չի կարող մեզանից վերցնել, դա մնայուն եւ հավիտենական եւ դա այն արժեքներն են, որով ապրել են դարեր շարունակ մեր սրբազան նախնիները, որը մենք այսօր կրում ենք ժառանգաբար եւ որը մեզ միավորել այս Սուրբ Եկեղեցուն, այս ծրտաշունչ եղանակին աղոթելու, միավորվելու Աստծո հետ եւ մեր ճանապարհը դեպի Աստված կերտելու սիրելիներս։ Մենք ունենք մեր ուրույն ճանապարհը, որ պիտի տանի մեզ դեպի Աստված։ Դա չկրկնվող ճանապարհ է, ամեն մարդը իր յուրահատուկ ճանապարհը ունի։ Եվ մենք պիտի այդ ճանապարհը գիտակցենք եւ վերարտնացնենք։ Մենք պիտի քայլենք այդ ճանապարհով, որպեսզի մեր ընթացքը լինի դեպի Տիրոջ խաղաղ նավահանգիստը։ Հակառակ դեպքում մենք կորցնելու ենք Տիրոջը եւ հայտնվելու ենք այս աշխարհի փոթորիկի մեջ, ալեկոծության մեջ, որտեղ որ մենք չենք տիրապետում եւ որտեղ որ հոսանքը տանում է մեզ ձախից աջ, մի կողմից մյուս կողմ։ Այո, այդպես է աշխարհը։ Գալիս է մի պահ, երբ որ դու կտրվում ես ամբողջությամբ քո արմատներից, քո ինքնությունից, քո ճշմարտությունից, կտրվում ես Քրիստոսից եւ աշխարհը տանում է քեզ այնտեղ, որտեղ նա է կամենում։ Ալեկոծ ծովի պես։ Եվ այսօրվա ավետարանական պատգամը մեզ խարսխում է այն ճշմարտության մեջ, որ մենք պիտի Քրիստոսին չկորցնենք։ Պիտի Քրիստոսին չօգտագործենք մեր երկրավոր շահերի համար եւ թույլ չտանք, որպեսզի օգտագործվի ուրիշների կողմից։ Մենք պիտի ոչ մի բանից չվախենանք այս աշխարհում, այլ քաջությամբ եւ համարձակությամբ գնանք այն ճանապարհով, որ Տերը մեզ պարգևել է, որտեղ նա է մեր ուղեկիցը։ Նա է, որ ստեղծել է ամբողջ տիեզերքը, որը ջրերի վրայով իր հոգով քայլելով ստեղծել այս աշխարհը, որը արարիչն է ամեն ինչի եւ որը սպասում է մեզ, որպեսզի մենք մեր քայլերը ուղենք դեպի իր աստվածային ճշմարտությունը։ Եվ թող Տերը տա մեզ այդ իմաստությունը քայլելու դեպի իր արքայությունը։ Վաղվանից մեր եկեղեցում առաջավորած պահքի 5 օրերն են, որոնք մեզ պիտի տրամադրեն արցնանալու այս աշխարհի թմբերից եւ դուրս գալու թոհուբոհից, առաջավորած պահքի օրերը, որը մեզ սպասում են, պիտի մեզ տան հնարավորություն վեր գտնելու Քրիստոսի ներկայությունը մեր կյանքում, վերականգնելու մեր խզված հարաբերությունը Աստծո հետ եւ քայլելու դեպի արքայությունը, որին թող արժանացնի Տերը բոլորիդ այսօր եւ հավիտյանս ամեն